Դե ինչ ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ ու շնորհակալ կլինեմ, եթե եթերը հիսվեք, տարածվեք, եթե իհարկե թեման ձեզ հետաքրքիր է։ Այսօր ազգային ժողովում լավ մեհմունություն էին անում, առանց հաշվի առնելու շատ հանգամանքներ, բայց ես ուզում եմ ոչ թե բառացի անդրադառնամ այդ ամեն ինչին, առավել ևս վաղը երևի կխոսանք։ Ես ուզում եմ երևույթներին անդրադառնանք եւ իմ կարծիքով այն ինչ որ հիմա պիտի ներկայացնեմ ձեզ, բավականին կարեւոր է ամենայն դեպս գոնե այս փուլում գիտակցելը ու գնալ դրա հետևից։ Իսկ խոսքը ինչքան էլ որ կարող է զարմանալի թվալ, խոսքը ազատության մասին է։ Ինչ է ինքը իրանից ներկայացնում ազատությունը ու որքանով ենք մենք ազատ մարդը առհասարակ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այլ մարդը, հենց մարդը ինչքանով է ազատ։ Դա կարևոր արժեք է։ Ու չնայած որ այս թեման այսօր շոշափել եմ հաղորդման շրջանակներում, ցանկացա Facebook-ին եթերով նույնպես խոսենք սրա մասին, որովհետև ինչ որ մեր շուրջը կատարվում է ազատության կամ անազատության մասին է։ Այն մարդիկ, ովքեր որ հոխորտում են, այն մարդիկ, ովքեր որ ոչ մի արժեք չեն ներկայացնում իրենց խոսքի մեջ, այսինքն իրենց ասելիքը չունեն, իրենց խոսքը հոխորտալն ու քարկոծելն է, ընդ որում երբեմն պախարակելու միջոցով, սրանք վախկոտ մարդիկ են, ըստ էության, որովհետև իրենց միջի վախերը անգամ չեն կարողացել ազատվել, իսկ մյուսները ավելի ազատ մարդիկ են, իհարկե այդտեղ երևի անչափելի է, չգիտեմ, նման միավորներ կան ազատության ինչպիսի չափանիշ կամ կախվածության կամ վախերի, բայց ես պիտի կարդամ ձեր համար մի նյութ, որը ընկերս էր հրապարակել, ես կիսվել էի ճիշտն ասած ինձ մոտ, շատ դուրս եկել էր իր ձևակերպումը, ինքը արվեստի մարդ է ու արվեստի տեսանկյունից է իր ձևակերպումներն արել, ես ցավում եմ, որ նման նյութը բավականին քիչ դիտում է հավաքել ու առհասարակ դա փորձած բան է, երբ որ մի գեղեցիկ մի բանից ես խոսում, մի խորքային կարևոր բանից, միշտ դիտումը ավելի քիչ է լինում, արձագանքները ավելի քիչ են լինում, քան եթե դնես ու ասես բոլորին հայտնի ճշմարտություններ, հա, օրինակ դրես ասես Քոչարյան դու հանցագործ ես, որովհետև հենա մի հետնել որոշումը տվելը, շատ ավելի շատ դիտում կհավաքի, իսկ ավելի խորքային խոսակցությունները, երկխոսությունները, զրույցները կամ հրապարակումները ցավոք քիչ դիտում են հավաքում։ Այնուամենայնիվ ես համարձակություն կդրսևորեմ այդպիսի խոսակցություն տանել եւ եթե պիտի քիչ լինի, ուրեմն դա նույնպես ինքնագնահատական է ցույց տալի, հա, ինչպեսին ենք մենք ու ցույց է տալիս թե որտեղ ինչքան աշխատելու տեղ ունենք։ Ես կարդամ ընկերոջս գրառումը, ձեզանից շատերը երբի կարդացել են, բայց ես ուզում եմ դրա խորքը ըմբռնենք։ Առավել եւս որ հիմա իսկապես շատ բաներ կատարվում են հենց այս ամեն ինչից ելնելով։ Տեսեք, Սայաթ Նաղաքարյան իմ լավ ընկերը, Facebook-ից չէ, կյանքում իմ լավ ընկերը, ու ցավում եմ որ շատ հազվադեպ է ինքը գրառումներ անում, որովհետև ես սիրում եմ իր հետ երկար զրուցել, մենք ամեն ինչից ենք զրուցում ու շատ լավ կլներ, որ ինքը ժամանակ առ ժամանակ գրառումներ աներ։ Ուրեմն տեսեք ինչ ասում։ Ազատությունը չի սահմանափակվում միայն ընտրության պարզ հնարավորությամբ։ Այն ուժն է, որ մեզ դարձնում է մարդ։ Երբ մենք շնչում ենք ազատության շունչը, մեր հոգիները դադարում են լինելիության ստվերները եւ մենք բարձրանում ենք դեպի մի ոլորտ, որտեղ կյանքը դառնում է արվեստ։ Ազատությունը երբեք չի նշանակում կամայականություն։ Այն մաքրում է ճանապարհը, որպեսզի մարդը ճանաչի ինքն իրեն, իր պատասխանատվությունը, իր հնարավորությունը սերմանել բարին։ Ճշմարիտ ազատությունը նման է լուսաբացին։ Այն ոչ թե վառում է, այլ լուսավորում է։ Այն մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուր քայլ, որքան էլ փոքր լինի, կարող է դառնալ ստեղծագործություն։
եթե կատարվում է գիտակցությամբ։ Բայց ազատությունը բախվում է խոչընդոտների։ Դրանք հոգեբանական շղթաներն են, որոնք կապում են մեզ վախերի, մեղքի զգացումների, հասարակության անհասկանալի պահանջների մեջ։ Այս շղթաները թաքնված են, սակայն ամենահզորն են։ Եվ հենց այստեղ է, որ ազատությունը վերածվում է ներքին պայքարի, հաղթահարելու մեր սեփական սահմանափակումները։ Իսկ ինչ կասենք ճակատագրի մասին։ Թվում է, թե այն կանգնած է ազատության դիմաց որպես անխուսափելի օրենք, բայց ճակատագիրը չի սպանում ազատությունը։ Այն ընդամենը տալիս է մեզ դաշտ, որի վրա մենք կարող ենք նկարել։ Մարդը չի ընտրում, թե որ բարձունքից սկսի իր ճանապարհը, բայց նա ընտրում է, թե ինչպես քայլի այդ լեռան գագաթը։ Այդտեղ է բացվում ճշմարիտ հիասքանչությունը։ Ճակատագիրը գծում է սահմանները, իսկ ազատությունը լցնում է այդ սահմանները բովանդակությամբ։ Ազատությունն իր էությամբ բարոյական կատարսիս է։ Այն մեզ ազատում է ոչ միայն արտաքին կալանքներից, այլև ներքին խավարից։ Ազատ մարդը չի փախչում պատասխանատվությունից։ Նա ընդունում է այն որպես արվեստագետ, որ չի վախենում ավարտել իր կտավը։ Եվ վերջապես ազատությունը մեզ դարձնում է ավելի մարդկային։ Այն մեզ թույլ է տալիս ճանաչել մյուսին ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ուղեկից։ Ազատությունը չի բաժանում, այլ միավորում, այն մեզ սովորեցնում է, որ իրական զորությունը չի չափվում իշխելու ունակությամբ, այլ ուրիշի ազատությունը հարգելու կարողությամբ։ Այսպիսով ազատությունը չի սահմանափակվում քաղաքական կամ իրավական չափումներով, այն մեր հոգուն ներքին լույսն է, այն մեզ բարձրացնում է վախից, անորոշությունից ու մեղքից դեպի մի իրականություն, որտեղ մարդը կարող է լինել ոչ թե միայն գոյություն ունեցող էակ, այլ իսկապես ստեղծող։ Շատ գեղեցիկ նյութ էր, որը ես սկսվել եմ, ու հետո գիտեք, այս սրա շուրջ սկսում եմ երկար մտածել արդեն։ Եվ իսկապես, մենք անընդհատ փորձում ենք արդարանալ ինչ-որ բաներից, դա նույնպես ներքին վախերի մասին է։ Եվ այո, այսօրվա քաղաքական դաշտում նույնպես այս խնդիրը կա, հենց այս խնդիրը կա։ Տեսեք, միեդի որոշումը եկել է, Քոչարյանը հանցագործ է, դա արդեն փաստ է։ Լավ, հետո խորարում ես, իսկ ինչի այդ մարդը որոշել այդպիսի բան անել։ Ու պատասխանը շատ պարզ է, որովհետև ինքը ազատ չի, եւ ազատ չի էլ եղել։ Ունեցել է ներքին վախեր, ինքը իր ներքին վախերից անգամ, ես դեռ չեմ խոսում արտաքին ազդեցություններից եւ այլն հրահանգավորումներից, չէ, իր հենց ներքին վախերն են իրեն բան արել։ Իսկ ինչ, ուրեմն ես մի բան պատմեմ ձեզ, սա կարող է սուբյեկտիվ մոտեցում է բնականաբար, բայց ուղղակի զուգահեռ անցկացնեմ, հա։ Ես ուսանող տարիներին մի անգամ քննություններն էին թատրոնի եւ կինոյի պատմության։ Տոմսը քաշեցի Հայֆիլմ կինոդերասանի ստուդիայում։ Քաշեցի, տենց Համլետի մենախոսությունը կար, որ պետք էր պարզաբանել ու ներկայացնել, էլի, ասել ինչի մասին է, ինչ է եւ այլն։ Այդ Սուրեն Հասմիկյանն էր մեր դասախոսը, շատ հիանալի մարդ։ Ասես դե սկսի գնել ջան, ու իրեն դուր էր գալիս առհասարակ միշտ իմ մոտեցումները, որովհետև դրանք միշտ տարբերվում էին, ու ինքը այն դասախոսներից էր, որ թողնում էր, որ դու բացվես։ Ինքը չէր ասում, ոչ, ընդունված այսպես կամ այսպես ու վերջ, հասկանում եք, երանելի դասախոս։ Ու ես այդ մասով ավելի համարձակ էի մտածում։ Անգամ մի անգամ ասեց, որ Հայաստանը իմ ապրելու տեղը չի, դեռ 90-ականների մասին է խոսքը։ Ասեց ափսոս ես։ Ամեն դեպքում։ Ուրեմն ասում է, լավ, ով էր Համլետը։ Ասում եմ, դե ուզում էի բացատրեի, ասես Գելեր ջան, խնդրում եմ, գրքով չէ, քո ձևով, ինձ հետաքրքիր է հենց հիմա դու ինչ ես մտածում։ Դե ասում եմ, որովհետև իմ կարծիքով Համլետը վախկոտ մարդ էր։ Ասում եմ, ինչ ես տես կարծում, մի անգամից sense բան եղավ, որովհետև իրան արդեն դուր եկավ սկիզբը, ոչ թե համաձայնվեց դրա հետ, այլ իրան դուր եկավ արդեն։ Դες ես տես մտածում,
Ասեցի որ մենախոսությունը, եթե մենախոսությունից պիտի բխի թե ինքը ով է, իմ համար բախկոտ մարդ է, որովհետև մենախոսության մեջ, երբ որ ասում է լինել թե չլինել, հետո շարունակում է, չէ, եթե լինել, ապատանել, գործում, խոսքով սեն շարունակում է ինչ, բայց ոչ միտեղ չի ասում, իսկ եթե չլինել, ինչ է լինում, ինքը վախենում է չլինելուց, ինքը վախենում է չլինել, որ հանկարծ նենց չլինի, որ ինքը չլինի, ինքը ուզում է լինի, ինքը վախենում է, դրա համար է ինքը հարցնում լինել թե չէ, իհարկե ես էստի ուսանողական տարիներ մտածում, հիմա ահագին փոխվել է իմ տեսակետերը, բայց այնուամենայնիվ այդպիսի մի բան կար ուղեղից մեջ, էլի, որ մարդը վախենում է ինչ որտեղ իր բացակայությունից, որ հանկարծ այսինչ բանը բաց կթողնի ու չգիտեմ ինչեր կլինեն, մի խոսքով, իսկ ազատությունը ուժեղ մարդու բան է, մարդը պիտի կարողանա անգամ քրիստոնեական առումով ինքնա այդ խոստովանությունը որ կա, դա նույնպես ազատության մասին է, դու ազատվում ես խոստովանելով, ասում ես որ դու գիտակցել ես, ու դու գիտակցել ես մի բանի մասին, որը վատ բան է, բայց դու դրանով ազատվում ես, ասենք, անընդհատ օրինակ այսօր քաղաքական դաշտում բան են, չէ՞, իրար մեղադրում են 44-օրյա պատերազմը եւ այլն, իհարկե ես իմ մոտեցումներ ունեմ, բայց այնուամենայնիվ օրինակ Նիկոլ Փաշինյանը բերնաց ասում է, հա, ես ունեմ մեղավորություն, բայց ես միակ մեղավորը չեմ, չէ՞, մի քանի անգամ ասել է դեռևս ախպերս, ինչ ես խոսում, ինչ ազատիչ նովա, իսկ ես մյուս խմբերը, ասում են, չէ, դու ես մեղավոր, մենակ դու ես մեղավոր, մենք մեղավոր չենք, այս սրանք հենց այդ վախկոտներն են, ովքեր վախենում են ուղիղ կանգնել ու ասելուց, որ հա, մենք էլ ու որոշակի մեղավ, անգամ քաղաքացին, ես լինելով քաղաքացի ու շատ քաղաքացիներ, ասել են, որ այո, ամեն մեկս որպես քաղաքացի ունենք մեղավորության մեր բաժինը այդ ամեն ինչի մեջ։ Դա ազատ մարդու խոսք է, որ չի ուզում, որ դրանով ապրի։ Այ օրինակ ես քահանան, որ այս երկրորդ քահանան է, չէ՞ արդեն ասում, թե ինչեր է կատարվում բանում, եկեղեցում։ Սա գիտեք, իրենք ազատվում են իրենք իրականում, իրենք գնում են դեպի իսկապես կատարսիս, և այս մտքերով երբ որ գնացի, ես բռնացի, մի քիչ հիմա գնանք դեպի, ես հիշացնեմ, ես երևի թե այնքան էլ լավ քրիստոնյա չեմ, բայց այսքան չեմ կարող Աստվածաշնչից երկար բարակ մանրամասներ մեջ բերել եւ այլն, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, ու մտքերով գնացի դեպի ասենք Հիսուս Քրիստոսին, տես, Հիսուս Քրիստոսը ներքին վախեր այնքան չուներ, որ գնաց մինչև խաչելություն, եթե ունենար ներքին վախեր, եթե որոշեր լինել թե չլինել, եթե որոշեր, որ ինչ-որ բան կիսատ է թողել, ինչ-որ բան այն չի արել, նա չէր գնա դրան, չէր կարող տանել դա, հասկանում եք, անգամ էպոսն է դրա մասին, անգամ էպոսն է ազատության մասին, մարդը գնում է կռվելու, Դավիթը միայնակ գնում է կռվելու Մսրա Մելիքի ու նրա բանակի մոտ, իր ամբողջ կռիվը իր ազատության մասին է, և ներկայանում է անվախ մեկը իսկապես, ու գիտեք, երբ որ իմ ամենասիրելի հատվածներից մեկն է, երբ որ գալիս կանգնում ու կանչում է, ասում է ով քնած է արթուն կացեք, ու շատ մանրամասն է կանչում, ասում է լսեք, թշնամիներ, եթե քնած եք, արթուն կացեք, եթե արթուն եք, մանրամասն բացատրում է, հիշացնում է, թուր կապեցեք, ձի հեծնեցեք, որ հետո չասեք մենք դեռ քնած, Դավիթ գողգող եկավ գնաց, այսքան պիտի կռիվը լինի ազնիվ, որովհետև եթե անազնիվ եղավ, ես ինձ հաղթած չեմ զգալու,
Այս սա հզորագույն մի հատ բան է։ Իսկ մենք ապրում ենք վախերով։ Ապրում ենք վախերով, վայ ինչ կասեն, վայ ոնց կասեն։ Ընդ որում, մենք երբեք չենք մտածում, եթե մի լավ բան անենք, ինչ կասեն, չէ, մենք միշտ մտածում ենք, հա դե որ sense մի բան անես, բա ինչ կասեն։ Համ մտորումներն է մեր անազատ ու բխում է մեր անազատությունից։ Ասենք օրինակ տեսեք, ես նայում եմ, մեկ էլ հիմա էլ գցել են Թրամփը ասաց Հայաստանը իզուր բանը Եվրոպան պիտի չճանաչեր ոչ եմ Գազայի անկախությունը ու գցել են այս ռուսամետները յանի տեսեք էս ձեր Թրամփը Հայաստանը վռազեց որ ճանաչեց էլի բանը Գազա պետությունը ախր այդրանք սա վախերի մասին է որովհետև մտածում ենք որ այ այս ինչը ինչ ասեց այն ինչը ինչ ասեց մենք այս ինչի ասածով գնանք մենք երբեք չենք մտածում որ գիտեք ինչ պետություն ենք եւ պիտի ունենանք մեր դիրքորոշումը մեր պետության շահերից բխող իհարկե փորձելով դաշնակցային հարաբերությունները չվնասել բայց այնց որպես պետական միավոր մենք նույնպես ազատ դիվանագիտություն երբեք չենք ունեցել Եվ երբ որ դու ազատ ես քո տեսակով ու անգամ սխալվում ես, վստահ եղեք այդ սխալը ներվում է։ Եվ անգամ ներողությունը նույնպես ազատության մասին է։ Սա շեդևր է ուղղակի։ Շեդևր։ Որտեղ մարդը կարողանա հասնի դրան այդ մակարդակին, ես վստահ եմ բավականին թեթև կլինենք։ Բավականին։ Մենք անկախական մտածելակերպ չունենք, ցավոք սրտի, այդպես է ստացվել, թե սովետից առաջ, թե սովետից հետո, առաջին հանրապետությունը երբ որ հռչակվեց, մենք այդ ժամանակ էլ չունենք անկախական մտածելակերպ, սովոր չենք, չգիտենք ինչպես պիտի վարվենք, լավ, ոնց թե հիմա մենակով ենք, ինչ-որ որոշում պիտի կայացնենք, բա ով է դրա պատասխանատվությունը կրելու, եթե հանկարծ սխալվենք։ Ոչ մեկ չի ուզեցել վերցնի իր վրա այդ պատասխանատվությունը։ Որովհետև եղել են վախեր, որովհետև եղել է անազատություն։ Այսօր նստած օրինակ ազգային ժողովում դաշնակները բանը Գեղամ Մանուկյան դե լավ, ասենք թե լեզվի սայթակում արեց, շատ խնդալու բան ասեց, ասում բանը Հիտլերը ամբողջ Եվրոպայում ցեղասպանում էր հայերին, հա, բայց բարերից չկախվենք, լավ, երևի լեզվի սայթակում էր, չնայած կարելի էր մի քիչ երևի դաշնակի բնավորություն ունենալ ու հենց այդտեղից սկսել անընդհատ բզբզալ երեսով տալ, բայց ասում է, տեսեք, խափում է, որտեվ ազատ չենք, խափում է, վախկոտ է, որտեվ վախեր կա իր մեջ, ինքը պիտի անի ինչ-որ բաներ, այդ վախերն են ստիպում, որ խափի, ասում է, Մայն Կամփի մասին է խոսում Հիտլերի, որ ձեր ժամանակներում տպագրվել է Մայն Կամփը մի օր էլ թալյատ բանը հրյաներին ցեղասպանող Հիտլերի կենսագրական գիրքն է դա Մայն Կամփը մի օր էլ թալյատի ու Էնվերի մասին բանկան այն որ գնաց արդեն էլի դա անջատված բա տենց է չէ դաշնակցային ինչի վրա դնում ես նրանք կետում են դեպի Թուրքիա Յանի բայց հենց այդտեղ վախերն է այ հենց ամենաշատը թուրքերից վախենում են դաշնակները ամենաշատը որովհետև իրենք են խոսում ու փորձում այդ վախերը ներարկել մեր մեջ որ իրանք այդտեղ գոնե մի քիչ անվախ տվան հասկանում եք ուրեմն այստեղ մեկ հարցերի մոտ առաջացել ես վաղը հաղորդման ժամանակել եմ տալու չհասկացանք մի ամբողջ բռնապետ հանցագործ իշխանություն զավթած կասկածելի ծագումնաբանությամբ ոմն Ռոբերտ Քոչարյանի գիրք Հայաստանում կարա լինի գրախանութներում Մայն Կամփը չի կարա լինի ընդ որում գեղագիտական մասով Մայն Կամփը շատ ավելի հետաքրքիր է եւ գուցեև շատ լայն մտորումների տեղ է տալիս, ես չեմ ասում կարդալ, համաձայնել դրա հետ ոչ, բայց շատ լայն մտորումների տեղ է տալիս, ինքը շատ
կարևոր գիրք է, որ առհասարակ ընթերցասեր հասարակություն լավ կանի էդ էլ կարդացած լինի երևի թե։ Ռոբերտ Քոչարյանի սուտ գիրքը պիտի կարդանք։ Mein Kampf-ից եք խոսում, առհասարակ համեմատելու չեն։ Ընդ որում Mein Kampf-ի թույլտվությունը տպագրության Հայաստանում 2015 թվականին է տրվել, երբ որ դուք եղել եք կոալիցիոն կառավարություն։ Ասեմ ավելին, երբ 15 թվականից Հայաստանում է թույլտվությունը բացվել, բայց նույն Ամերիկայում վաղուց միշտ էլ տպագրվել է, նույն Ֆրանսիայում, միշտ էլ տպագրվել է, միշտ։ Եթե մարդը ուզենար կարդալ Mein Kampf-ը, հաստատ կգտներ ու կկարդար։ Բայց ստեղ անպայման պիտի պաթոսով այլ կերպ ներկայացվի, որպեսզի սեփական վախերը, անազատության վախերը, որը որ իրենք չունեն, ազատության բան չունեն, իրենք անազատության վախերի մեջ շղթայված են։ Դաշնակներն են, հանրապետականներն են, որովհետև իրենք ունեն իրենք կատարածուներ են։ Հասկանում եք։ Իրենք չունեն այդ անկախականությունը, ընդ որում դաշնակները ովքեր դեմ են եղել անկախությանը, իրենց պաշտոնական հրապարակումները 89-ից 92 թվերի կարող եք կարդալ։ Կոմունիստներն ու դաշնակները դեմ են եղել հայկական անկախությանը։ Ուրեմն այս մարդիկ ամեն ինչը վախից, սեփական վախը որպեսզի չցուցադրվի, տանում են դեպի թուրքական կողմ։ Դու ինչ ուզում ես խոսալ, թուրքերի ասելով ես անում, այդ թուրքերի դեմ կզում եք, այդ թուրքը կարելի է կարծել։ Աշխարհում կա միակ թուրք, միայն կա հայ, եւ այս թուրքը կպած ուզում է հայերին անպայման վերացածնի։ Աշխարհում ոչ մեկի հետ գործ չունի թուրքը։ Մենակ հայերին։ Հասկանում եք։ Դուրս եկեք մի քիչ այդ սահմանափակումներից։ Այո, ես էլ շատ գրքեր կարդացել եմ, որտեղ գրված է եղել խորհրդատարվել Թուրքին երբեք չվստահել։ Իսկ ով ասում թե վստահելու մասին է խոսքը։ Բայց 21-րդ դարում գոյություն ունեն դիվանագիտական հարաբերություններ ասված է։ Ու այդ հարաբերությունները երբեք չեն կարող 100% վստահելի մթնոլորտում ասել։ Ինչի հայ-ռուսական հարաբերությունները 100% վստահության մթնոլորտում են անցել։ Կամ հայ-ֆրանսիական հարաբերություններում 100%-անոց վստահության մթնոլորտ կա։ Ոչ իհարկե։ Պիտի հարաբերվես, պետություն ես։ Բայց քանի որ իրենք չեն հավատացել, չեն ցանկացել հավատալ, որ իրենք պետություն են, այսօր Սերյան Օհանյանը այդպիսի ինքնախոստովանական, այն որ, չգիտեմ, շատ որ խնդրեինք չեր ասելու։ Ընկնեինք ոտքերը, տես բան չեր ասելու։ Լրագրողը միեդից հարց է տալիս։ Հիշեցնեմ Սերյան Օհանյանը ազգային ժողովում Հայաստան խմբակցության ղեկավարն է։ Ուրեմն հարց է տալիս։ Ինքը ասում է միեդի որոշումը Քոչարյանի մասով։ Ասում է միեդի որոշումը պետությանն է վերաբերվում, մեր հետ ինչ կապ ունի։ Մարտի 1-ի մասին դուք տեսեք ինչ է ասում։ Ասում է այդ որոշումը, որ մարտի 1-ի ժամանակ բանա սահմանադրությունը խախտվել եւ պետությունը ըստ էության ոչ միայն չի ապահովել քաղաքացիների ազատությունները ամենատարբեր, այլ մի բան էլ հանցագործություն է տեղի ունեցել, ասում հայերի պետությանն է վերաբերվում, մեր հետ ինչ կապ ունի։ Տեսեք, ես մարտի 1-ին որպես քաղաքացի եղել եմ տուժող կողմ, չէ՞։ Ասենք ես քաղաքացին տուժվել է։ Բայց անգամ այդ պարագայում ես ասում եմ հետևյալը, որ պետությունը այդ ես եմ։ Ես պետության 1-3 միլիոներորդական մասնիկն եմ։ Անգամ ես եմ դա ասում։ Դուք լինելով իշխանություն, եղած լինելով իշխանություն, ո՞նց կարող ձեզ այսինքն չնայած կարող եք հենց դրա համար էլ պետության հերն անիծել եք։ Դուք եղել եք այդ պետության ղեկին։ Ու չեք հասկացել, որ դա ձերն է, դա դուք եք։ Դուք համարել եք, որ այդ պետությունը մի հատ բան է, որ ոնց ասես կարելի է վարվել, մեկը ձեր գործը չի, ինչ ուզում է լինի։ Սրանից
իդեալական ինքնախոստովանական անհնար էր պատկերացնել։ Եվ հիմա ինձ հետաքրքիր է Հայաստան դաշինքը եւ նրանց կոալիցիոն գործընկեր պատիվ ունեմը կիսում են այս խոսույթը։ Եվ գիտեք ինչ ժողովուրդ ջան, կարելի է դա ճշտել։ Կարելի է դա ճշտել, եթե ամեն մեկս գիտակցում ենք մեր պետության 1-3 միլիոներորդական լինելը։ Պետություն լինելը մեր եւ մեր քաղաքացի լինելը եւ մեր ազատ քաղաքացի լինելը։ Շատ հանգիստ կարելի է վեր գնալ, գնալ ազգային ժողովի դիմաց կանգնել ու պահանջել պատասխան։ Այնքան կանգնել, մինչև պատասխանեն։ Շատ հանգիստ կարելի է։ Միևնույնն է, բոլորս գիտենք, լրագրողները մեզ հուսող հարցերը չեն տալու։ Իսկ ի՞նչ նախանկարում գնանք, մենք մեր հարցը ձևակերպենք այնտեղ։ Այսօր մի տիկին միտեղ գրել էր, հա, բան է հրապարակել ես, մի հատ նյութ տեսա 168 AM-ում, ես դա այնքան այդ սատիկ նյուզերին չեմ վստահում, ասի մարդ ես կարող է էլի իրանցից դուրս երևակայել են իրանց, Դավիթ Գրիգորյանը դատավոր կնշանակվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Սա ախմախ որոշում է, հա։ Ու մի տիկին գրել է գնացեք, չգիտեմ ինչ արեք։ Ասում է ցավը տանեմ։ Ես որ ասում մի հատ պրոժեկտոր դրեք գլխից գիշերներն էլ փախատանենք։ Ինչ ես թողնում ինձ վրա։ Դու վախենում ես։ Դու ազատ մարդ չես։ Ես ինձ համարում եմ ազատ մարդ։ Այո, որոշ պատասխանատվություններ կրում ենք որպես քաղաքացիներ եւ պետք է խնամքով վերաբերվենք մեր կոչմանը որպես քաղաքացիներ։ Բայց շահագործել դիմացինին կարծում եմ չի կարելի։ Եվ այ հենց այս մեր հասարակության մեջ էլ այ հենց այդ վախերն են, որոնք որ 10-ամյակներով, 100-ամյակներով փորձել են մեր ենթագիտակցության մեջ նստացնել։ Եվ դրա համար մենք չենք վերաբերվում մեր կյանքին որպես արվեստ, ու մաքուր չենք պահում այն։ Հիմա մյուս քահանան է վեր կացել, ասում է ախպեր ջան, ես համաձայն եմ Տեր Արամի հետ։ Նա գնում է ինքնամաքրման, ինքը գնում է դեպի ազատություն։ Ինքը խեղդվում արդեն, էլ չի կարող, ինքը գնում է դեպի դա, և շատ լավ է դա։ Խնդրեմ, վախկոտ բջի թուլա է մի հատ մտել, մամայից իրա ստացած դաստիարակությունը, իր մաման, որ իրան բարուրի ժամանակ պիտի օրինակ օրոր երգեր, ասեր, չգիտեմ, արի իմ սոխապ, փողպար, ասենք շատ սիրուն օրորացային է, սովորացրել է քֆուժներ, կեղտոտ, կամ իր ներկայությամբ հերնումերը ինչ-որ պորնո ակտեր են իրականացրել, տենց մեծացել է, վախկոտ մարդ, իհարկե բլոկ արեցի արդեն, վախկոտ պիղծ մարդ, սա վախից է, ու մեղք են սրանք։ Եվ մենք խոսում ենք հենց այդ ազատություններից, և այս ազատության պետության մակարդակում, ազատության առաջնային բաներից մեկը, որ պետությունը լինի ժողովրդավար։ Եվ այդ ժողովրդավար պիտի ոչ թե իշխանությունները պահանջեն, որ լինի, կամ ոչ թե միայն իրանք պիտի ցանկանան լինի, այդ քաղաքացու պահանջը պիտի լինի։ Եվ ժողովրդավարության ցանկացած ոտնահարում
Պիտի ժողովրդի կողմից այնպիսի պախարակման արժանանա, որ էլ ասելու չի։ Բայց մենք այսօր ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք մի վախկոտ կեղտոտ անձ Գյումրիում մարդու կանգնում ասում է պետության անկախությունը դնում է հարցականի տակ, ինչի մասին Հայաստան դաշինքը լռում է, ազգային ժողովում։ Ու ասում ով էլ ինձ հետ համաձայն չի, շատ տղա կամ ով որ պիտի համաձայն չլինի կամ չքննի, մի խոսքով, այնտեղ ձևակերպումները բառ, բայց միտքը էս դա է դառնում։ Ասում ես դիլեմայի առաջարկում ինքը լինելով պաշտոնյա, եթե դա լինի մի հատ քաղաքացի, կնստես, կբացատրես, կասես ապեր ջան կամ տիկին ջան։ Մի քիչ սխալ ես ոնց որ թե կարծում, լավ, գուցե սովետական դաստիարակությունն է կամ ճորտատիրական ժամանակներից մնացած դաստիարակությունն է, բայց երբ որ սա ասում է Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարը, սա արդեն հանրության պարսավանքին պիտի արժանանա։ Բայց համենք հանրությունով նստած ման ենք գալիս մարդ, ով որ պիտի պատժի նրան։ Իսկ դա նշանակում է, որ մենք բոլորս մեր երթին այդքան ազատ չենք։ Մենք չենք ուզում վերցնենք մեզ վրա պատասխանատվություն։ Մենք չենք ուզում հավատանք, որ մենք տերն ենք այդ ժողովրդավարության կայացման, իսկ ազատություն կամ ժողովրդավարություն երբեք չնշանակում ամենաթողություն։ Եվ իհարկե հանգիստ կարելի ասել շանտեղեն դու ես, շանտեղեն էլ մի բան է լավ է, որ կարաս իմ պետությունը, իմ պետության անկախությունն ու ինքնիշխանությունը դնես հարցականների տակ, ինչ-որ ցանկություններ հայտնես նմանատիպ, դեռ մի բան էլ վիրավորելով, և ես ունեմ առաջարկ, չգիտեմ, կան մարդիկ, ովքեր կցանկանան կոնկրետ լուրջ ակցիա իրականացնենք, որ էլի նես չլինի մնանք մի 20 հոգով էլի, եթե կլինեն, կարող ենք ակցիա իրականացնել, սա ինչ խոսույթ է։ Եվ ամենավատը գիտեք որ դա, նրան ընտրողները, նրան գոհ են այդ խոսույթից։ Լավ, կարող ես մարդ ես, որոշես իրան ընտրես, բայց դու ոնց կարաս նման խոսույթից գոհ լինես։ Չնայած ինքը ընտրվելուց առաջ էլ ասել ինքը ինչացու է, ու ընտրել եք։ Սա խնդիր է, որը հիանալի հաշվարկում է մեր թշնամին։ Հիանալի, այս հիբրիդային պատերազմի տիրույթում նա մեր բոլոր վատ կողմերը գիտի, մեր բոլոր թույլ կողմերը գիտի, նա մեր հուզականության չափերը գիտի, նա մեր անտարբերության չափերը գիտի, մեր որքանով կայացած չկայացած լինելը գիտի։ Եվ մենք ենք դա թույլ տվել։ Մենք ինքներս, մեր ձեռով։ Չեք հիշում, 44 օրից հետո հատկապես ինչեր էին ասում մի քիչ նորմալ մտածող մարդկանց։ Հա, հեսա թուրքը կգա կմտնի տունն այդ բանցս բաներ, նոր կխոսը։ Վախկոտ մարդ էլի։ Վախկոտ մարդ։ Բա ուր եք։ Ուրա։ Ես խորհուրդ կտամ, գիտեք բոլորս ունենք վախել։ Ընդհանուր առմամբ ամբողջովին անվախ մարդը մի քիչ գիժ է, էլի, ասենք գիժը կարա, որ գիժ բան հենց տեսանկյունից։ Հա, բայց ես դրա մասին չեմ խոսում, էլի, հիվանդության տեսա։ Ես խոսում եմ ներքին ազատություններից։ Դու պիտի հաղթարես քո մեջ շատ բաներ, դու պիտի անես քայլեր։ Ինքը ձեռնարկող լինես։ Եվ չմտածես, իսկ կարող ես սխալվել, իսկ կարող ես տեղես ասել, իսկ կարող
Դու պետք է վստահ լինես, որ դու լավ բան ես անում ու անես։ Ինչ ուզում խոսում են։ Դե հատկապես դաշնակները ռեկորդակիր են, գիտեք, ու որպեսզի մի քիչ ավելի տեմպով իրանց կեղտոտ աշխատանքը առաջ գնա, վախկոտ աշխատանքը առաջ գնա, իրանք հրաժարվում են գալ հանրային հեռուստատեսության բանավեճերին։ Որովհետև այդտեղ չեն կարող մանիպուլացնել ու խաբել, այդտեղ բերաններին կգան։ Իրանք իրենց մոտ նստում ու խոսում են։ Արա լավ, որքան կարելի է չսիրել սեփական պետությունը։ Ուրեմն, մի հատ ֆոտո աչքովս ընկավ, այդ հերթական մավելի ասած զոմբլոներից չուն, ես չեմ սիրում ես այդ որակումները, ամենայն դեպս։ Մի հատ ֆոտո աչքովս ընկավ, ուրեմն, հեսա ուրա տնամ, եթե գտնեմ ցույց կտա։ Ուրեմն մի հատ նկար է, այս նկարի մեջ Նիկոլ Փաշինյանն է, հին նկար է մի հատ, ձեռնաշղթաներով, ոստիկանների ուղեկցությամբ, չգիտեմ, կարող աչքներով տնկած լինի։ Ուրեմն այդ նկարը դրած է, գրել են, ով է ցանկանում այս օրը շուտ գա, ու դες նայում եմ, լիքը լայքեր կան, բան, ինչը նույնպես նորմալ է, դե մարդը քաղաքական գործիչ է, բնականաբար ունի նաև իրան ատողներ, ընդ որում հոծ բազմություն, հա։ Բայց ինձ ինչ է հետաքրքրեց, այդ լայքերի քանակը, մի 200 քանի լայքեր, յանի տենց հա իրանք կուզեին, ու սենց իմ մոտ հարց առաջած է, ասում եմ լավ, փաստորեն մեր քաղաքացին մի 250 հոգի, այդ պահին, այդ նկարի տակ, ասել է, որ այո, մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում լինի ընտրովի դատավարություն, կառավարվի իշխանության կողմից, այսինքն հեղաշրջում անենք, նոր ուժեր գան, այս մարդուն կալանավորեն։ Ես, որ ամբողջ հոգով սրտով երազում եմ, երբ է գալու են օրը, որ Քոչարյանին ու Սերժին կալանավորեն, միևնույն է զուգահեռաբար միշտ ասում եմ, ընդ որում շատ դեպքերում քաղաքացիների պարծավանքին եմ արժանանում դրա համար, միշտ ասում եմ, որ չի կարելի թույլ տալ, որ քաղաքական իշխանությունը խառնվի դատական գործերի։ Չի կարելի թույլ, ես մեկը չեմ կարող թույլ տալ, որովհետև ես Հայաստան եմ կերտում։ Ոչ թե մի հատ էլ ուրիշ ձևի բռնապետություն։ Հա, շատ կուզեմ, բայց դա քաղաքական դիրքորոշում չի։ Հիմի ես մարդկանց քաղաքական դիրքորոշումը այդպիսինն է։ Ասում են, եթե մենք գանք իշխանության, ընդ որում բանավորել են ասում, կանգնացնել եք բոլորիդ բան, չգիտեմ, դատել են, ես ինչ ասես խոսում են։ Դու գալու ես իշխանության, թե գնալու ես դատախազ դառնաս կամ դատավոր։ Այսինքն դուք պետության կործանման կողմնակից եք, դուք պետականության կողմնակից չեք։ Եթե ես ունեմ պահանջ, օրինակ մեկը ես ունեմ պահանջ, որ այդ երկուսը առնվազն ազատության մեջ են, իմ այդ պահանջը հստակ ուղղված է դատաիրավական համակարգին։ Հստակ։ Ես քաղաքական իշխանության հանդեպ ուրիշ պահանջ ունեմ, որ քաղաքական իշխանությունները իրենց ռազմավարական գործունեությամբ պիտի հասնեն նրան, որպեսզի երկրում ստեղծվի այդ միջավայրը, որտեղ որ կներեք կոպիտ բառի համար կարտադրվեն նորմալ իրավաբաններ պետականամետ պատկերացումներով ու դաստիարակությամբ։ Բայց դա արդեն երկար ժամանակների հարց է։ Դա պահանջել ես իշխանությունից ինձ համար ռեալ չի։ Ես իհարկե լավատես եմ, բայց միևնույն ժամանակ օբյեկտիվ է պետք գնահատել իրավիճակը։ Բայց այսօր իրենք արդեն քայլեր արվել են, քայլեր արվում են միջավայրը փոխելու, չէ՞։ Հիմա էլ եկել են ասում են, չգիտեմ, օրինագիծ էին բերել, ցեղասպանությունն է կուրացել։ Անգամ ցեղասպանության թեմայով, տեսեք, դաշնակները միշտ ուզում են ստեղծել տպավորություն, թե այդ ցեղասպանության թեմայով ամենահետաքրքրվածը կամ
Միայն հետաքրքրվածը իրանք են, հա։ Ինչը որ ամբողջովին սուտ է։ Որովհետև դաշնակցական կուսակցությունը, որ հիշում եք ինչքան եմ իրանց հարցրել։ Իհարկե ես պատասխանը գիտեմ, բայց ես անընդհատ ուզեցել եմ որ իրանք ասեն։ Որ ասում եմ ախպեր ջան, այդ որ 135 տարվա կուսակցություն եք, որտեղ եք ստեղծվել, եթե 135 տարի առաջ պետություն չի եղել Հայաստանի Հանրապետություն։ Դաշնակցական կուսակցությունը ստեղծվել է Թիֆլիսում։ Թիֆլիսը նույնպես այդ ժամանակ անկախ պետություն չի եղել։ Հա, 1890 թվականին։ Եվ իհարկե նա չի կարող Հայաստանի Հանրապետության շահերից գործի, նա պիտի գործի կայսրության շահերից, որովհետև կայսրության տարածքում է ստեղծվել ու միջև օրս կա եւ հաստատվել։ Ուրեմն այս մարդիկ գնում են 1908 թե 9 թվականին 8 կարծեմ հուշագիր պայմանագիր են ստորագրում երիտ թուրքերի հետ մանդատների դիմաց Օսմանյան կայսրությունում հայկականությանը քարոզել, որ ընտրեն երիտ թուրքերին։ Թեմա ժողովրդի իշխանով լսում իշխանով չէ, իշխանով ականջալու լինում իշխանով չէ, այնուամենայնիվ երիտ թուրքերը ցեղասպանություն իրականացրեցին հայ ժողովրդի հանդեպ եւ ոչ միայն հայ ժողովրդի հանդեպ։ Իրենց ռեֆորմները, այսպես ասած, հանգեցրին ցեղասպանությունների մեծ շղթայի։ Հիմա մարդիկ եկել են մեզ ասում են, հա, դրանից հետո, երբ որ Հայաստանի Հանրապետությունը արդեն անկախացավ, հռչակվեց, առաջին հանրապետությունը, այս մարդիկ 2 տարի հետո թողեցին փախան, չպաշտպանեցին պետությունը բոլշևիկներից, հանձնեցին, նվիրեցին փախան։ Այդ ընթացքում ինչ հայտարարություններ են եղել, ինչ չէ, երևի ժամանակ առ ժամանակ դուք էլ դիտած կլինեք, ես էլ եմ դիտել, շատ չմահարանամ, բայց վերջացավ։ Հիմա ուտես փախած էին մի 70 տարի, փախած էին։ Հայաստանը կար, բայց բռնակցված էր սովետական միությանը, իսկ դաշնակները փախած էին։ Ուրիշ երկրներում էին ցեղասպանություն խոսալով փորձում մարդկանց իրանց կարևորել մարդկանց միջավայրում։ Երբ որ Հայաստանը էլի պիտի անկախանար էլի եկան։ Եկան թե բա մենք կգնանք կռվելու, թե բա Հայաստանը մերն է, Արցախը մերն է, բայց այ անկախությանը դեմ ենք։ Այսօր խոսում են ցեղասպանության ուրացումից։ Իրենք, ինձ հետաքրքիր է, իսկապես լեգիտիմ հարց է սա։ Սա արդեն դարձել է լեգիտիմ հարց։ Դաշնակցական կուսակցությունը ընդունում է ցեղասպանությունը։ Բնականաբար չի կարասի չեմ ընդունում, բայց եթե ընդունում է ցեղասպանությունը, ընդունում է իր մեղավորությունը, քաղաքական մեղավորությունը։ Սրանք փաստեր են։ Քաղաքական մեղավորությունը, որ ինքը աջակցել է այդ ուժերին, ովքեր պիտի հետո ցեղասպանություն անեն, ինքնահայեցողություն եղել է, ազատվել են այդ մեղքից, կամ փորձ արել են ազատվել, վերադառնալով խոսակցության սկզբին, հա։ Ոչ բնականաբար։ Բնականաբար ոչ։ Ու սա խնդիր է, իսկապես խնդիր է մեր հայկականության մեջ։ Դու կայացրել ես որոշում, գործել ես մի որոշման ու պայմանավորվածության շրջանակներում, որը հետո փորձանք է դարձել հայ ժողովրդի գլխին։ Դու այդտեղ քո մեղավորության չափաբաժինը ընդունել ես, թե չէ։ Քանի դեռ դու դա չես ընդունել։ Դու ո՞նց կարաս ներկայանաս որպես, չգիտեմ, ցեղասպանության ճանաչման, չգիտեմ ինչ։ Երբ որ քո արտգործնախարարը
իսկապես բառացիորեն ցեղասպանությունը օգտագործել է քաղաքական նպատակներով եւ խոստովանել է, որ Կուրանն է ինքը ցեղասպանությունը Թուրքիայի սահմանները բացելու դիմաց։ Հիմա այդ մոտիլոկեն որ գցում եք, թե այ որ բացվի, չգիտեմ, պամիդոր կբերեն ստեղ էժան կծախեն, մեր պամիդորի գինը կընկնի։ Այդ ժամանակները Թուրքիայում պամիդոր չկար, պամիդորը նոր է, հայտնա բերվել, հայտնա գործվել Թուրքիայում։ Այսքանով դուք կեղծ ու վախկոտ եք։ Իսկ սա վախերի մասին է։ Մարդը խափում է այն ժամանակ, երբ որ ինքը վախենում է։ Վախենում է ճիշտը ասելուց։ Դուք վախկոտ եք։ Դուք խափում եք, հետևաբար վախկոտ եք։ Ձեր քաղաքական ղեկավարները հանցագործ են, հետևաբար վախկոտ են։ Եվ այդ պատկերացումը ժողովուրդ է։ Այ կեշեք մի քանի անգամ տես խոսակցություն եղել է, ինձ հարցրել եք, ես անդադ ասել եմ։ Երբ որ ասում են, բայց Փաշինյանը ոնց որ մի քիչ թույլ է էլի ինքը բան։ Ես միշտ չեմ ընդունել ու չեմ, ոչ թե որովհետև ուշքս գնում է Փաշինյանի համար դրա համար եմ այդ, ոչ, ես պարզապես այդ պատկերացմանն եմ դեմ եղել։ Ոնց է թույլ։ Ոնց կարա մարդը լինի թույլ, երբ որ մարդը իր մեղավորությունը խոստովանում է։ Ոնց կարա լինի մարդը թույլ, երբ որ հարցակվում են կառավարության շենքի վրա, մտնում են իր տուն, մտնում են պետական տարբեր հաստատություններ, ամեն ինչ անում մի կաթիլ արյուն չի թափվում։ Դուք ինչ, կարծում եք այդ ժամանակ ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը չեն ենթարկվում նրա հրահանգներին։ Ու դեռ ասեմ ավելին, դեռ 21 թվականին էլ դուրս է գալիս արդեն ոչ թե դաշինքով մասնակցելու ընտրություններին, այլ միայնակ մի կուսակցությունով։ Սա իմ կարծիքով վախի մասին չի։ Եվ մինչև այսօր բաներ կա մեկ-մեկ ինքը խոսում է, որ հանգարց ասում է, ասում եմ, всё, գնաց, հեսա կսկսեն։ Բայց դա հենց ուժեղ մարդու տեսակ լինելուց է։ Ես չեմ ասում, չկան թերություններ, խնդիրներ իր կողմից կան, հարցը դա չի։ Բայց այդ տեսանկյունից իմ պատկերացումը այդպիսինն է։ Այդ քաղաքական գործունեության մասը չեմ ասում, Մանվել ջան մենակ, թե այսօր էլ շատ լավ հակադարձեց Եվրոպայում բանին, որ կուսակցություններ եվրոպական կներեք, հեսա գտնեմ, դաժե բառացի ասեմ, էլի։ Այդ Զանգեզուրի Միջանցքի վրա որ հարց տվեցին։ Եվրոպական պահպանողականների կուսակցության անունից մեկը դուրս եկավ հարց տվեց։ Որտե՞ղ եք կարդացել։ Ու շատ լավ ելույթ էր, շատ լավ պատասխան էր, իդեալական։ Այստեղ ոչ ոք չի խոսելու դրա մասին իհարկե։ Չեն խոսելու, որովհետև վախենում են։ Չգիտեն այդտեղ ինչ հորինեն։ Չի ստացվում հորինել։ Չգիտեմ, ազատությունը լավ բան է, ազատությունը ամենալավ բանն է, հիանալի բան է ազատությունը, թե մարդը ինքն իր հետ, ինքն իր մեջ, թե պետությունը որպես պետական միավոր, պարզապես մենք իսկապես չենք գիտակցում դեռ ազատություն, մենք գիտեք ազատությունը մաքսիմում ոնց ենք գիտակցում, վանդակ, որի դուռը բաց է, որ ազատություն, վանդակ, որի դուռը բաց է։ Չէ, դա ազատությունը չի։ Դա վանդակն է, որի դուռը բաց է։ Դա ազատությունը չի։ Ազատության մեջ չկա ոչ վանդակ, թեկուզ մի կողմի վրա դրած, ոչ էլ դուռ, որը բաց կլինի կամ փակ կլինի։
Արուսակ ջան, ասում ես նայած թույլասելով ինչ նկատի ունեն հարաբերական է, եթե սահմացության թույլ է, այո, այդպես են մտածում։ Իսկ իմ կարծիքով թույլ ղեկավար, ով եղել են, օրինակ, հերթով ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյան, ով երկրորդ ընտրությունների ժամանակ, երկրորդ սռոքի ժամանակ կեղծեց ընտրությունները, սա վախն է հենց, թուլությունն ու վախն է։ Սա այն բանն է, էլի, որ չգիտի, եթե ինքը չլինի, բա ինչա լինելու։ Սա հենց թույլությունն ու վախն է։ Ռոբերտ Քոչարյան, հետո թռավ տարբեր տեղերից մի խոսքով։ Հետո Ռոբերտ Քոչարյան, ով արեց հոկտեմբերի 27 վախից, և արեց մարտի 1, դարձյալ վախից։ Վախը կարա մենակ լինի պատճառը, որ ինքը գնա նրան, որ Արցախից բերի զորք հայ ժողովրդի դեմ։ Եվ հիմա եմ որ խոսում են, բաց սեպ եք խրում, բան, հայ Արցախ, բան, Հայաստանցի, Արցախցիս ես բան եք, բա կներեք, սա սեպի մասին չի։ Էդ դու ոնց էիր պայմանավորվել Թուրքի հետ, որ ինքը ընդեղ բան չանի, մինչև դու զորքին Սալմանից անես, բերես Երևանի կենտրոն հետ տանես։ Եվ ինչու նա պիտի համաձայնվեր, որովհետև իր սրտով բան էիր անում։ Սա վախն է։ Եվ իհարկե Սերժ Սարգսյան, ով էս երկու վախի գնահատականը չտվեց բավական չի, դեռ Հայաստանի Հանրապետության տարածքից Ասկիպարը, Տիգրանաշեն ու Ազատամուտ էր զիջում որպես անկլավ, էքսկլավ։ Ես Արեգ ջան, շատ լավ հարց ես տալիս, ասում եմ գնո ջան, երբ պետք է զրկվեն հերոսի կոչումից Սերժն ու Քոչարյանը։ Ես առաջարկում եմ այս թեմայով առհասարակ գործողություններ, ցենք պահանջով, որ ոչ թե հերոսի կոչումից միայն զրկվեն, նախագահի կոչումից նույնպես զրկվեն, որովհետև իրականում իրանք չեն ընտրվել երբևէ նախագահ։ Ինչի իրանք պիտի ունենան նախագահի կոչում, նախագահի թոշակ, նախագահի անվտանգություն, նախագահի ֆլան, ֆստան, ինչի համար պիտի ունենան։ Առհասարակ պիտի զրկվեն այդ կոչումից։ Եվ ինչն է լավը, ես այս վերջերս զգում եմ, որ այս խոսույթը, որը ես հիմա կիրառեցի ու ժամանակ առ ժամանակ ասել եմ, արդեն սկսվում է դառնալ խոսակցության թեմա իշխանության շարքերում նույնպես։ Որովհետև սենց է ստացվում, հարգելի ներկայիս իշխանություն։ Եթե դուք լինելով իշխանություն, հետևաբար տիրապետելով ավելի շատ արդեն փակ ինֆորմացիաների, այսօր նույնպես, ոչ թե միայն որպես ընդդիմություն, այլ այսօր նույնպես ասում եք, որ բոլոր ժամանակներում կեղծվել են ընտրությունները, ապա դրան պիտի լինի գնահատական, դրան պիտի հետևի գործողություն, թե չէ այդ ասելը, մենք ենք ընտրությունների մասնակցել, մենք չենք տեսել, որ կեղծվել են, տեսել ենք, հետի մեզ ասելով բան չի փոխվում, եթե դրան չի հետևում գործողություն, առնվազն գնահատական, և երբ որ ասում ենք իրավաքաղաքական գնահատական, այս դրա մասին ենք ասում, մենք չենք ասում բոլորին բռնել, փակել, դատել, չգիտեմ, հայատներից սկսած ով հանգար ըտեղ արեն կեղծարություն, դա անհնար է, մենք դրա մասին չենք խոսում, և գուցե ժողովուրդ ջան, հանրության ընդվզումը նույնպես պետք է, կներեք, թարս նստենք դուս խոսանք, այդ մարդը մեռավ ասելով, բա ես ինչ հարցով ինչի հետ միտինգ չի լինում, ես ինչ հարցով ինչի հետ հանրահավաք չի լինում, մեռավ ասելով, այդ մարդը ուզում է ասի ժողովուրդ ջան, մի քիչ դուք էլ ազատ եղեք, ու ձեր պահանջները, ինչպես որ սահմանադրության մեջ գրված է, հավաքների ազատության մասին օրենքի մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի իր անհամաձայնությունը այս կամ այն հարցի վերաբերյալ հայտնել, թվում նաև հանրահավաքների միջոցով։ Եվ հանրահավաքը
Ոչ թե նրա մասին ամենակ, ուղղակի մենք հանրահավաքն էլ միշտ այլ կերպ ենք մտածել, որ եթե հանրահավաք է, ուրեմն այնտեղ պահանջ կա հեռացնելու։ Ոչ, հանրահավաքը նաև նրա մասին է, որ հանրությունը իր դիրքորոշումը որևիցե հարցի վերաբերյալ ներկայացնի եւ եթե ունի ինչ-որ հարցում անհամաձայնություն ներկայացնի։ Ոչ թե Facebook-յան ստատուսներով միայն։ Այդ շատ ավելի նշանակալի է, երբ որ մարդը վերակենում գնում է կանգնում է այս ինչ օր այս ժամին այստեղ ներկայացնում է իր անհամաձայնությունը, իր պահանջը ձևակերպում է ու գալիս է։ Ինչու եք sense բաներից վախենում։ Ես անկեղծ ասեմ, ես 20-21 թվականների ընտրությունների առաջ եւ ընթացքում միշտ ասել եմ ախպեր, ես ընտրում եմ ժողովրդավար ուժ, որպեսզի ժողովրդավարության կարգ ու կանոնով ստեղծեմ ինձ համար հնարավորություն իմ պահանջները ներկայացնելու որպես քաղաքացի։ Ես դրա համար եմ ընտրել այդ ուժը։ Որպեսզի երբ որ դուրս գամ, այս կամ այն հարցի մասին իմ անհամաձայնությունը կամ իմ առաջարկը ներկայացնելու հանրահավաքով, որը որ սահմանադրական իրավունք է, ինձ չկրակեն ախպեր, լսող լինի, ընդառաջ գնացող լինի, կամ կարող է 10-ից 5-ի դեպքում գնան, 5-ի դեպքում չգնան, չգիտեմ, այդ արդեն տեղում քաղաքացիները կորոշեն, եւ այդ հանրահավաքները ատելության մասին չեն։ Ուղղակի Հայաստանում միշտ եղել է ատելության մասին հանրահավաքը, միշտ եղել է հանրահավաքը իշխանություն հեռացնելու մասին։ Դրա համար երբ որ մենք լսում ենք հանրահավաք կամ ակցիա բողոքի, մենք խորշում ենք, ասում ենք, չէ, մի րոպե, Նիկոլը մերն է, մենք չենք ուզում, որ բողոք ներկայացնենք, հեռացնենք, բայց բողոք ներկայացնել հեռացնելու մասին չի խոսքը։ Հասկացանք։ Մենք որպես քաղաքացիներ բաները պիտի գիտակցենք ու ազատենք մեզ այդ վախերից։ Եվ երբ որ այդ համը մենք զգանք, երբ որ քաղաքացիները կանեն հանրահավաքներ առանց ատելության խոսքի, հստակ պահանջարկով, հստակ դիրքորոշում հայտնելով, 1-2 իշխանությունը ընդառաջ կգնա կամ իշխանությունը կսկսի մանրամասնել ինչ-որ բաներ, որը մենք կհասկանանք, որ հա լավ, ուրեմն ճիշտ են բան, կամ հակառակ, մենք արդեն կսկսենք հասկանալ իրականում հանրահավաքը քաղաքացու այդ իրավունքի կիրառումը ինչքան կարևոր բան է եւ ինչու՞մն է կայանում իրական ժողովրդավարությունը։ Սրա շուրջ մտածեք ժողովուրդ ջան։ Մտածեք եւ ես հստակ ունեմ առաջարկներ։ Չգիտեմ։ Ազատ եղեք։ Ազատ եղեք ժողովուրդ ջան։ Ազատ եք ձեզ ամեն տարբեր տեսակ վախերից կամ չգիտեմ ինչերից։ Մի վախեցեք սխալվելուց։ Ոչինչ։ Սխալը մարդու համար է։ Ես չեմ խոսում ճակատագրական, չգիտեմ ինչ բաներից։ Լավ, մոտավորապես երևի այսքանով եզրափակվենք։ Ես ճիշտն ասած մի հրապարակում էի արել, որը էլի քիչ դիտում է հավաքել։ Երևի ինքը բավականին պարզ է ընթերցվում դրանից է, բայց այնուամենայնիվ դրան նույնպես կանդրադառնանք, առավել ևս, որ վերջին շրջանում վարչապետը հենց դա է փորձում բացատրել եւ առհասարակ բոլորս ենք փորձում դա բացատրել մեր ընկերներին, մեր միջավայրում, բայց դրա մասին արդեն առաջարկում խոսենք վաղը։ Լավ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու,
Սահմանադրությունը ընթերցեք, ճանաչեք ձեր իրավունքները եւ հարգեք դիմացինների իրավունքները։ Այո, դիմացինը քո ախոյանը չի, խոչընդոտ չի, դիմացինը քո ուղեկիցն է, նույն տեսակի կյանքում, նույն միջավայրում, նույն պետության մեջ։ Մոտավորապես այսպես։ Կեցցե ազատություն, այո, կեցցե ազատ, բանա, տղես գնացել էր Վազգեն Սարգսյանի ֆիլմներ նայել, ես էլ ասեմ, հետ եկավ, դե գիտեք, 13 տարեկան է, թե 10, Ալեք, քանի տարեկան ես։ 13 տարեկան է, Վազգեն Սարգսյանի ֆիլմներ նայել եկել էր, ասում եմ, ինչ դուրը, որ հատվածն է հատկապես դուրը տեկել, դե պատմում էր բան ոգևորված, ասեց ամենաշատը գիտեք, գիտես, որը դուրս եկավ, պապ, ասում է, Վազգենը տաքսի է կանգնացնում, ասում է, վարպետ ազատ ես, ես վարպետը ասում է, հա, ասում է, դե ուրեմն կեցցե ազատությունը, 13 տարեկան է, իր այդ ազատության մասնադուր եկել, այնպես որ այո, կեցցե ազատությունը, կեցցե ազատ անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը, լավ եք, բարի գիշեր։